Եվրոպական միության եւ ավստրիական զարգացման համագործակցության ներդրումների շնորհիվ Գորիս համայնքում քայլ առ քայլ լուծվում են այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ եղել են մարդկանց առօրյայի մաս։ Խոսքը առաջին հերթին ջրի մասին է։ Մոտ 300 բնակիչ ունեցող Որոտան գյուղում խմելու ջուրը միշտ չէ, որ հասանելի է եղել։ Կային օրեր, երբ ջուրը չէր հասնում, կամ հասնում էր ոչ բավարար ճնշմամբ, եւ դա անմիջապես ազդում էր մարդկանց առօրյայի վրա։ Երբ ջուրը դառնում է հասանելի, փոխվում է ոչ միայն կենցաղը, այլ նաև մարդկանց զգացողությունը, ավելի վստահ, ավելի հանգիստ։ Վերջին տարիներին Գորիս համայնքի Որոտան բնակավայրում նկատվում է խմելու ջրի էական սակավություն, հատկապես ամռան ամիսներին գոյություն ունեցող ջրի աղբյուրների քանակություն ուղղակի չէր հերիքում։ Հետևաբար որոշում կայացվեց հաստատել այս ծրագիրը եւ իրականացնել։ Ծրագրի շրջանակներում շուրջ 12 կիլոմետր բարձր ճնշումային խողովակաշար է, նոր խողովակաշար է կառուցվում։ Խողովակաշարը եւ դրան հարակից դետալները ճնշման կարգավորիչները տրամադրվել են մեր ծրագրի կողմից, իսկ շինաշխատանքներն իրականացնում են Գորիս համայնքի կողմից։ Ներկայումս աշխատանքները գտնվում են ակտիվ շինարարական փուլում։ Բայց ջուրը միայն մեկ հատվածն է այս փոփոխությունների։ Վերիշենում աշխատանքները տարվել են ճանապարհի հետ միասին, որպեսզի մեկ անգամ կատարված աշխատանքը լուծի մի քանի խնդիր միաժամանակ։ Այստեղ բարելավվել է նաև կոյուղու համակարգը, ստեղծելով ավելի կարգավորված եւ հուսալի միջավայր։ Արթուդի Սյունիք ծրագրի շրջանակներում Գորիս համայնքի վերջին բնակավայրին տրամադրվել են բնակավայրի կենտրոնական փողոցի ստորին հատվածում գտնվող ճանապարհային բոլոր ենթակառուցվածքները, այդ թվում կոյուղատար խողովակներ եւ դիտահորեր։ Այս ծրագիրը կարելի է անվանել մեր ամենահաջողված փորձերից մեկը։ Մեր ծրագրի կողմից տրամադրվել են բոլոր խողովակաշարերը եւ դիտահորերը, համայնքի կողմից իրականացվել են դրանց տեղադրման աշխատանքները, իսկ պետության կողմից իրականացվել է ամբողջ ճանապարհատվածի վերակառուցումը։ Ներկայումս կարող ենք տեսնել, որ ճանապարհը ավարտված վիճակում է եւ լիովին շահագործման փուլում է։ Ճանապարհին այնքան փոսեր կային, որ դժվար անցանելի էր ճանապարհը։ Վնասված էր նաեւ ճանապարհի տակող անցնող կոյուղագծերը, ջրագծերը։ Վերանորոգումից հետո ասֆալտապատեցին, վերանորոգեցին, որի համար շնորհակալ ենք, գեղեցիկ է ճանապարհը, քաղաքակիրթ է, ավելացնեմ նաև, որ Գորիս հասնելու համար խնայում ենք մեր թանկագին ժամանակը։ Մոտորապես 2 կիլոմետր հատված եւ ներքին ցանցը ասած տեղը եւ խմելու ջուրը եւ կոյուղին ամբողջությամբ 100%-անոց փոխվել է։ Ինչը բարելավում է մարդկանց կյանքի որակը, որովհետեւ մոտ 2500 բնակիչ ունենք գյուղը եւ Արցախից տեղանված ընտանիքներ ունենք։ Հիմնականում այս կենտրոնական հատվածը մոտ 2 կիլոմետրանոց հատված է, մոտ 200 տնտեսություն օգտվում է։ Ներկայումս պլանավորում ենք նաև հաջորդ ծրագիրը Վերիշեն բնակավայրում, որը իրենից ներկայացնում է բնակավայրի դուրս գտնվող 13 եւ 7-20 աղբյուրակապերի կապիտալ վերանորոգումը եւ օրական կարգավորիչ ջրամբարի վերանորոգումը, որի արդյունքում համայնքը կունենա նաև որակապես ավելի բարձր որակի ջուր, խմելու ջուր։ Գորիս համայնքում իրականացվող այս ծրագրերը իրականացվում են Եվրոպական միության եւ ավստրիական միջազգային համագործակցության աջակցությամբ ավստրիական զարգացման գործակալության կողմից իրականացվող R2D Սյունիք ծրագրի շրջանակում։ Եվ այս փոփոխությունները շարունակական են, քայլ առ քայլ դարձնելով համայնքները ավելի հարմարավետ ապրելու համար։